Ողջույն սիրելի ժողովուրդ, այսօր դասատուի նման եմ խոսում։ Կրկին մեր սովարի հետ ենք, այսօր ես շատ հետաքրքիր բոլորին հուզող հետաքրքիր հարցերով պետք է դիմեմ, ինչը որ ժողովրդին պետք է կանա, որտեղ հենց դա ենք ասում, որ ինչը որ մենք հիմա կներկայացնենք, իմ հարցերը ես կտամ, ժողովրդին հուզող հարցերն է եւ ինչը որ այնտեղ գրում են ինձ թե ինչերի շուրջ խոսանք, դա էլ եմ ես ասելու եւ այն օր ասում եմ, որ չկա գրագետ մասնագետներ, որպեսզի ներկայացնեն։ Չկա գրագետ, բոլոր իրանց դրել են գիտունիկների տեղ։ Եթե գրագիտությունը լինի, ամեն մի հարցին չեն զարմանա ու ամեն խոսացողին չեն ֆետիշացնի, սարքեն չեմ անումով։ Մի քիչ որ շատ կարդան, այնքան եմ ասել օկուլտիզմ ուսումնասիրեք, որտեղ ամեն ինչ կա, ինձ գրում են, օկուլտիզմը սատանայություն է։ Այդ իրանք հասկանում են նման ասողները, այդ մոլագարներ, ինչ բան է սատանայություն։ Որտեղ եկեղեցին այնքան է սխալ քարոզներ անում, անվախ ես դա ասում եմ։ Դե դու բավականին համարձակ ես։ Շատ համարձակ եմ։ Տարիքս էլ առաջ 13 տարիներին այդպես չէ, համեստ է։ Հիմա դառել եմ մանրամեստ, բայց իրականությունն եմ ասում։ Հետո աշխատանքային փորձը բավականին է, ես տեսնում եմ ինչ-ինչա, ով ոնց է աշխատում, միշտ եմ կրկնել, նորից եմ կրկնում, յուրաքանչյուր հարցում պետք է լինի արդյունք։ Եթե չկա արդյունք, եթե չկա դրական քայլեր, որտեվ հետոյի համար դու պետք է ապրես, բայց այսօրվանով է, ոնց դու քեզ կպահես, որ վաղը դու դրա պատասխանը ստանաս։ Դրա համար էլ համարձակություն է, բայց հիմնավորված պետք է լինես քո ամեն ասածի մեջ, սենց ենթադրելով, կարծիքներ կազմելով, երազներ տեսնելով, երազներն իրականություն, երազում ես մի փիղթ, մի մաքի տեսա, այդպես չի կարելի։ Չի կարելի դա։ Այսպեսի մի հարց առաջինը, նախ խոսանք առողջ ապրելակերպից, ու թող այդու կբացատրես, որ առողջ ապրելակերպ չի նշանակում դիետա, ոնց որ պասի ժամանակ ես չեն ուտում, են չեն ուտում, բայց մտքերը կեղտոտ է լինում, այդ պաս չի, դա պաս չի, առաջինը հոգիդ ու գլուխդ, միտքդ, բերանդ, առաջին հերթին մաքուր պետք է պահես, որտեղ ասում է կարևոր չէ ինչ ենք ուտում, կարևորը ոնց ենք ուտում։ Այդ մտքերն է, առաջին էլ գիտենք, որ բանն է դուրս եկել, դա խոսքն է, ու ձեռքն է, հայր որդի եւ Սուրբ Հոգի, այդ երրորդությունը, եթե այս ձեռքով մենք հաց ենք բռնում, այս ձեռքով մենք խաչակ կնքում ենք, այս ձեռքով էլ կլաուզաներ են գրում, մարդ ենք խփում, սպանում, կրակում, սուտ է դուրս գալիս ամեն ինչը, իսկ որ մարդը անձեռք է, տենց մարդ էլ կա, չի անձեռք է, կամ մատերն էլ չկա, տղաս մի ընկերուներ բոլոր մատերը կտրվել էր, բացի ճկուտից, զարմանալի բան է, ճկուտն էլ լեզուն է խիրալոգիայի մեջ, որ ճարտար լեզուն է, խոսում, այնքան է խոսում, ու գիտի, որ սխալ է խոսում, ճիշտ է խոսում, ասում, արտահայտվում է, հիմա որպես յոգայի մասնագետ կարող եմ ասել վարպետացած, որովհետև քո պատասխաններից ես դա տեսնում եմ, էջիդ էլ հետևում եմ ինչեր ես խոսում, ու լավ է, որ սենց փոքր արդեն գովազդային մի փոքրիկ բան է ստեղծել, որ ամեն անգամ մի խելացի միտք ես անում, ոնց անենք ինչ-որ մի բանը։ Այդա դու հիմա որոշ ասա առողջ ապրելակերպը որն է ու ոնց անեն մարդիկ, ու հետո կուզենամ դու բացատրես, մեր Հայաստանը ունեցել է յոգան, ու այս մշակույթը յոգայի մեջ դա կա, մեր հայկական է, որ ունենք մենք դա։ Ունենք եւ ունեցել ենք, հնում ունեցել ենք եւ կորցրել ենք, չի պահպանվել յոգան։ Ինչի։ Յոգան, Լուսիա ջան, դա արիական ցեղերն են ունեցել։ Մենք հայերս արիացիներ ենք, չէ, համարվում։ Ու ամենայն դեպս այդ տարածաշրջան, մեր տարածաշրջանում համարվում է, որ արիացիներ են ապրել։ Այդ ստեղը հիմիկվա Հայաստանի տարածքն է, Պարսկաստանի տարածքն է եւ այսպես։ Համարվում է, որ առաջին յոգերը հենց արիացիներն են եղել։
Այդ հետո է որ այդ գնացել է հասել է Հնդկաստան, Տիբետ, աշխարհի տարբեր երկրներ։ Վերջին տարիներին շատ լավ Ամերիկայում է տարածվել, Ռուսաստանում է շատ լավ տարածվել։ Հայաստանում սկսել է տարածվել, ծաղկել, հա։ Ինչի է շատանում այդ ամեն ինչը, ինչի է յոգան ընդունվում մարդկանց կողմից, ես նախ ստից ուզեմ սկսենք, որովհետև եթե օգտակար չլիներ, եթե խելամիտ չլիներ, եթե իր մեջի նյութը առողջարար չլիներ, չէր տարածվի, չէր մնա, չէր պահպանվի։ Առողջ ապրելակերպը այո, միանշանակ կապ ունի յոգայի հետ եւ յոգայի ամենաառաջնային աստիճաններից կամ նպատակներից մեկը հենց առողջ ապրելակերպն է։ Ինչ է ենթադրում առողջ ապրելակերպը։ Պատկերացնենք եռանկյան 3 գագաթները։ Ամեն գագաթում կա 4 հենասուն։ Ուրեմն առաջինը ֆիզիկական կյանքն է, ֆիզիկականը։ Երկրորդը մտքերը, էմոցիաները, հոգեբանական կյանքն է, եւ երրորդը հոգեվոր կյանքն է։ Այդ ամեն մի հենասունը այս իմ թվարկածների։ Ասենք ֆիզիկական կյանքում 4 հենասուն կա. սննդակարգը, հանգիստը, մաքրման process-ները եւ այս ամեն ինչը ոնց որ պետքա լինի նաեւ լեզվի վրա, այսինքն հոգեբանական կյանքում, մարդու մտքերի կյանքում, ճիշտ սնունդ պետքա ստանա, ճիշտ մտքեր պետքա ստանա, մաքրվի մարդը մտքերով, մարդը հանգստանա մտային դաշտում եւ շարժունակությունն է, այնտեղ ֆիզիկայի մեջ էլ կար, այստեղ մտքերի մեջ էլ կա։ Այսինքն մարդը պետքա շարժվի, մարդու միտքը պետքա մարզվի։ Հիմա մեդիտացիան առաջնային փուլում դա մարդու մտքերի կենտրոնացումն է։ Նախ դրսի օբյեկտի վրա եւ հետո արդեն ներսի օբյեկտի վրա։ Շնչառությունը կլինի, ինչ որ վիզուալիզացիաներ կլինեն։ Այս ամենը Լուսիա ջան գիտություն է։ Այս ամենը գիտություն է, մարդու օրգանիզմը, հոգեկան աշխարհը, ֆիզիկական աշխարհը։ Ինչպես կարող ենք կառուցողական օգտագործել։ Մենք անցած մեր հաղորդմանը խոսում ենք, կարծեմ, որ մարդը հեռացել է բնությունից, դրա համար հիվանդացել է։ Այսինքն քեզ բերում է դեպի բնություն, բնական ապրելակերպ։ Եվ քեզ մեխանիզմ է պետք, ինչ-որ գործիք է պետք։ Այ յոգան տրամադրում է այդ գործիքները։ Կատարիր ֆիզիկական վարժություններ, պահի համապատասխան դիետա, որը որ քո օրգանիզմի համար քեզ կօգնի, ոչ թե կխանգարի։ Միտքդ մաքրի, բացականների վրա մի կենտրոնացիր, տես իրականությունը, բայց բացական բաների վրա մի կենտրոնացիր։ Դժվար է։ Ես հիմա մարդկանց անունից եմ ուզում ասեմ, ու ներող կլինես նախորոք ասեմ, զգուշացրել եմ, կընդհատեմ 1-1։ Ընդհատի։ Որ այդ պահը որ սա հանգիստ ընդհատի Լուսիա։ ինֆորմացիան շատ է լինում։ 4 կողմը տեսնում են բացասական վատ բաներ, մեկը մեկից բերան հազար բերան ոնց որ ասում են, առանց խորը մտածելու, առանց վերլուծելու ասում են, սա սենց է։ Ու որ ասում ես, ասել են, ով է ասել։ Անենց մարդ է ասել, այն հեքիաթի նման ճուտիկը դեռ մի պճորել պոչիկի սնկավ, ինչա տերև նպոկվել ենք դա արդեն գիտակցության խնդիր է, չէ։ Մարդու գիտակցության խնդիր է։ Այդ ինչ որ ասեցիք բացասականը չզգալը դրականում, դա դժվար է։ Մեր ժողովուրդը երկար տարիներ ստրես է տեսել։ Լուսիա, նկատել եք, որ վարակովի է տրամադրությունը։ Հա։ Այդ բացասականի մեջ, որ մտնում ես, սկսում ես վարակվել այդ բացասականից։ Եվ նույնը դրականի դեպքում։ Դրա համար պետքա շփվել դրական եւ դրական մտածողությամբ գիտակից խելացի մարդկանց հետ։ Պետքա լսել գիտակից մարդկանց, հարցազրույցներ կլինի, լեկցիաներ կլինի, շփումը կլինի անձնական։ Պետքա դու քեզ անընդհատ քեզ, քո միտքը, ինչ ես լցվում, հա, շատ կարևոր է սրան ուշադրություն դարձնել, որովհետեւ մարդը ինֆորմացիան դա էլ է սնունդ, մարդը լցվում է դրանով։ Հիմա եթե այդ մարդը լսում է հայոյանք,
անդադ բացական լուրեր։ Ես չեմ ասում կյանքը չտեսնել։ Ես չեմ ասում իրականությունից կտրվել։ Բայց միևնույն հերթին կենտրոնանալ դրականի վրա։ Դա շատ կարևոր է։ Իսկ քվանտային ֆիզիկան մեզ ապացուցում է, որ դու եւ քո միտքը ստեղծում են քո իրականությունը։ Եվ եթե դու կենտրոնանում ես բացականի վրա, իրադարձությունները սկսում են աշխատել քո դեմ։ Եվ եթե դու սկսում ես կենտրոնանալ դրականի վրա, իրադարձությունները, կյանքը, էներգիաները, ամեն բան կսկսի քեզ օգնել, որպեսզի քո կյանքը դառնա շատ ավելի կառուցողական, գիտակից եւ դրական էմոցիաներով։ Ընդհանրապես հրապարակում որ ապարում են, հավաքվում են մարդիկ ինչ-որ տոն որ լինում, դա վարակա չէ, որ ինչքան էլ անդրամատել ես, անկախ քեզանից դու սկսում ես ապարել, որտեղ կողքինդ ապարում է ոգևորված։ Իսկ ապարը շատ մեծ արվեստ է, շատ մեծ, ինչ կա քո մեջը դուրս է գալիս։ Ես շատ անգամ բոլոր ապարողներին, հավաքույթներին, որ գնում եմ միջոցառ, նայում եմ ով ոնց է ապարում։ Մարդու բնավորությունը ապարից երևում է ինչպեսի մարդ է։ Նույնն էլ այս վարդավարին, որ այդքան իրար ջրեցին, տուրիստներն էլ եկել են, իրար ջրում են, ուրախանում են, զարմանում են, սա էլ է վարակ։ Դրական բան է, չէ՞ ես ինձ եմ ուրախանում, որ տեսնում, ինչ որ մի հատ տոն է, գինու տոն կլինի, ինչ որ մի տոն կլինի, քաղաքի տոն, տղամարդու տոն, մամայի տոն, ասեմ, ֆա ինչ լավ է ժողովուրդը կուրախանա։ Ուրեմն շատ հնում գիտես, քանի օր է տոներ եղել, քանի տոն ենք ունեցել։ Առաջ, հա։ 365 տոն ենք ունեցել։ Ամեն օր եղել է տոն։ Ամեն օր։ Դե հիմա մենք չենք կարող մեզ այդպիսի բան թույլ տանք, բայց գոնե քո մեջ պետքա տոնես, այո։ Վարակը հետաքրքիր բան ասեմ, ամենաառաջին եւ շատ ուժեղ վարակը աշխարհում, թե իմանաս ինչ կասեմ, հորանջելն է։ Այո։ Ամենավարքյանական հիմա եթե դու էկրանով տեսնես մուլտիկի մեջ ինչ որ մի հատ արջուկ հորանջում է, դու էլ ես հորանջելու։ Այո։ Վարքյանական վարակը։ Դու ասեցիր հորանջել ինչներ, ես մաքրվում է, այո, յոգայում համարվում է, որ հորանջը մաքրվում է։ Արցունքները մաքրում են։ Հա, հիմա մեզ կարող ինչ որ մարդիկ տեսնում են եւ հորանջում են։ Մաքրման process է գնում, այո։ Կապը վերևի հետ։ Հետո էլի ուզում եմ հարցը տալ քեզ, յոգան աստծուն դեմ է։ Չեմ ուզում ասեմ քրիստոնեության, Հիսուսի, չեմ ուզում այդպես բաներ ասեմ, որովհետև դա միջև քրիստոնեություն կար։ Եթե այդ տեսանկյունից եւ այդ մակարդակով փորձենք նայել, Լուսե ջան, ես կասեմ, որ ճիշտ հակառակը յոգան մոտեցնում է դեպի Աստված։ Որովհետև եթե դու առողջ միտք ունես, առողջ բանականություն ունես, առողջ մարմին ունես, դու սկսում ես ճիշտ հոգեկան աշխարհով ապրել։ Դու սկսում ես գիտակցել ով ես դու եւ որ այդ Աստված քո մեջ է։ Դու դրա մասնիկն ես եւ բոլորն են դրա մասնիկը։ Ոնց կարա դա Աստծուց հեռացնի։ Ինձ ցույց տվեք մի իրական յոգի, որովհետև գոյություն ունի նաև կեղծ յոգա եւ կեղծ յոգեր։ Ով Աստծուն դեմ է կամ վատ մարդ է, նախ եւ առաջ պետք է լինես լավ մարդ։ Ինչքան լավը լինես, այդքան Աստծուն մոտ ես։ Ինձ ցույց տվեք մի իրական յոգի, ով որ վատն է, վատ մարդ է կամ վատ բաներով զբաղվում։ Իհարկե ոչ։ Իրականա թե իրական չէ, որտեղ իմ ամեն ինչն է համատարած գնում, ամեն ինչը։ Ով ասես վերականում գիտնականը դառնում, աստղաբաններ եւ լավը կա եւ վատը կա, որ նույն մոլորակով աշխատում, տարոլոգներ, նումերոլոգներ եւ նախ տարոլոգիան շատ բարդ բան ու վտանգավոր բան է։ Ուզում ես քեզ մի հատ գաղտնիք ասեմ։ Դավայ։ Ամեն մարդ գտնում է իր ուսուցչին։ Ամեն մարդ գտնում է իր աստղաբանին։ Շատ ճիշտ բան է։ Եթե քո հոգին մաքուր է, դու գտնելու ես քեզ համապատասխան մեկին։ Այսինքն, եթե նույնիսկ այնպես է ստացվել, որ դու գտնվել ես մի տեղում, որտեղ
քո վիբրացիաներին համապատասխան չի եղել այդ մասնագետը, այդ մարդը, այդ ուսուցիչը, այդ յոգը, գնալու ես այնտեղից։ Այսինքն դու քեզ մաքուր պահի, քո մտքերը, քո կարման, քո գործողությունները, եւ դու կհայտնվես այնտեղ, որտեղ որ պետք է։ Ես դրանում վստահ եմ, իմ կյանքում էլ շատ փորձառություններ եմ անցել, շատ ուսուցիչների մոտով եմ անցել։ Եղել են ուսուցիչներ ինձ դուր են եկել, եղել են ուսուցիչներ ինձ դուր չեն եկել։ Բայց նրանք ովքեր ինձ դուր չեն եկել, ես նրանցից բավականին բաներ եմ սովորել։ Այդ հոգեբոր դասատուներն են, այո։ Սովորել գիտես ինչեր եմ սովորել։ Սովորել եմ ինչպես պետքա չլինել։ Նաև, այդ շատ կարևոր է, որ դու սովորես նաև, որ ես չեմ ուզում այսպիսինը լինեմ։ Ես ուզում եմ ուրիշ ձև լինեմ։ Ես ուզում եմ իմ հոգուն համապատասխան լինեմ։ Իսկ հոգին միշտ լավն է ուզում։ Բայց հոգին ու սիրտ ուրիշ բան է մտածում, ուղեղ ու բերան ուրիշ բան է ասում, ու հակառակ է գնում, հակասություն է գնում քո մտքին։ Այո, շատ հաճախ ստացվում է այդպես։ Եվ ո՞րն է ճիշտ ըստ քեզ։ Իհարկե լսել հոգուն, որովհետև միտքը կարա սխալվի։ Կարա չսխալվի, բայց կարա նաև սխալվի։ Այդ գիտակցությունն է, որը սահմանափակ է։ Այո, որը դեռ պետք է բացվի, ինքը բացվելու, աճելու հնարավորություն ունի, տեղ ունի։ Իսկ այ հոգին եւ սիրտը չի սխալվում։ Չի խափում երբեք։ Իհարկե, եթե քո ուղեղը քեզ չի խափել, որ դա քո սրտի խոսքն է իշխում գիտակցությանը, չմոռանա։ Որտեղ է տարբերակներ կարա լինի, ինչ որ մեկը ասում է, դե ես լսեցի իմ սրտին, դու քո սրտին չես լսել, դու ուղղակի զբաղվել ես ինքնախապկանքով։ Այո, չէ, եթե դու անկեղծորեն էգոտ անջատես ու փորձես սրտիդ լսել, Լուսիա ջան, ուրեմն միանշանակ ճիշտ պատասխանները միշտ կան։ Ուղղակի շատ պատասխաններ, գիտեք, մեր ուղեղին ոնց որ դուրը չի գալիս։ Դրա համար մարդը ընտրում է կարճաժամկետ օգուտը եւ իրեն զրկում է երկարաժամկետ իրական օգուտից։ Մենք յոգա միշտ ասում ենք. հրաժարվիր ժամանակավորից հանուն մշտականի։ Ճիշտ փիլիսոփայություններ։ Հրաժարվիր ժամանակավոր, օրինակ ասենք, այդ, չգիտեմ, քաղցրավենիք կլինի կամ ինչ որ վատ սովորություններ կլինեն, որպեսզի դու երկարաժամկետ առողջ լինես։ Դրա համար, քանի որ ասեցիր առողջ ապրելակերպի մասին, միշտ փորձում եմ տանեմ այդտեղ, մեր խոսակցությունը, այո, շատ կարևոր է։ Եվ մտքի առողջությունը դա ամենակարևորն է։ Այո։ Դու պետքա քո միտքը մաքուր պահես։ Բացասական մտքեր են գալիս։ Մի կողմ թող։ Մի կենտրոնացիր դրա վրա։ Մի կողմ թող։ Մեր ուղեղը մեր ձեռնահարկն է։ Մենք ինչ մտածում ենք անցյալին, այդ անցյալը այնտեղ է, որը որ փոշի է։ Այո։ Այնտեղ հին բաներ շատ է դրած, այդ է դժվար մաքրելը։ Անգիտակցականի մեջ է դա։ Յոգան մաքրում է դա։ Հա։ Այո, մենք աշխատում ենք մեր ենթագիտակցության հետ։ Կարող ես այ հիմա վարժություն ասել, որ մենք մեր անցյալից դուրս կանք, ասեն ինչն է այդ անցյալը, որտեվ հիմա ժամանակները փոխվել են, ես սա զուտ աստղաբանությամբ եմ ասում, եւ ժամանակն է կարճացել, եւ ժամանակներն են փոխվել։ Առաջ արագ մտածելակերպն է սկսվել 26 թվականու ապաշխարության եւ հատուցման շրջանում ենք մենք արդեն ամբողջ աշխարհը դրա համար էսպես մեծ վատ դժվար բաներ է կատարվում, մաքրման մեջ ենք։ Ես ասում եմ մաղի մեջ ենք, Աստված բոլորիս գցել է մաղի մեջ, տանում է, բերում է։ Ինչ ասես կմաքրվի կմնա։ Այն վատ, որ անդադ եղերնը, մասիսար, զոհեր, երկրաշարժ, շատ վատ բաներ, ինչը որ անցյալում Հայաստանում եղել է։ Անդադ մենք որ կարճ ենք, դե հիմա կասեց ոնց մոռանանք, դե մի մոռացեք։ Ինչքան չմոռանանք, այնքան մեր ինսուլտներն ու ինֆարկտները, քաղցկեղները կշատանան։ Որտեվ դրանք ագրեսիայի հիվանդություն է, սիրտն էլ սիրո պակասի հիվանդություն է,
մի ժամանակ ասում ենք տղամարդու հիվանդությունը հիմա կանայքել են արդեն ինֆարկտից գնում։ Ժողովրդի ամի երկրորդ, երրորդ ստենդավորված է։ Երիտասարդ 27 տարեկան տղա արդեն ստենդավորված, ինչի համար։ Վիավորանքից, ստրեսից, բայց անցյալի քչփորը ինչի նա ունի ես չունեմ, բայց մի ժամանակ անդադ ես անցյալի մեջ է։ Եթե դու գլուխդ հետ ես անցյալն, դու առաջ գնաս գլուխդ պատին խփես, դու չես տեսնի ոչ մի բան։ Անցյալը ըստ յոգայի, Լուսիա ջան, դա գերեզմանոց է։ Հա։ Ունենալ գերեզմանոց դա շատ լավ է։ Պետք է գերեզմանոց ունենալ։ Եվ ունենալ անցյալ դա շատ լավ է։ Մենք այնտեղ փորձ ունենք կուտակված։ Այդ ամենը մենք չենք մոռանում։ Բայց չապրել գերեզմանոցում։ Անդադ դու չմնաս այնտեղ։ Ապագան ինչ է։ Ապագան էլ դա մեր երևակայությունն է։ Ուրեմն մեր ուղեղը վերցնում է անցյալի փորձառությունները, անցյալի փորձը եւ մեր երևակայությունը։ Ու ստեղծում է ինչ-որ ֆիլմեր։ Ու մարդը նայում է այդ ֆիլմը։ Ինքը կտրվում է ներկայից, ինքը ապրում է իր երևակայական վախերի եւ ինչի՞ չէ նաեւ տգիտության մեջ։ Եվ տգիտությունը, այո, որ դու կտրված ես ներկայից։ Անցյալը հիշիր, այնտեղի փորձը շատ կարեւոր է, մենք բավականին ծանր փորձեր ենք ունեցել։ Բայց դա ինչ է մեզ սովորեցրել։ Բավականին մեծ բաներ։ Մենք պետքա այդ հասկանանք ինչա մեզ տվել, ինչա սովորեցրել։ Մենք պետքա փորձենք գտնել մեր սխալները ու աշխատենք դրանց վրա։ Մենք պետքա կրթենք մեզ եւ մեր ապագա սերունդները շատ ավելի հաջողակ եւ երջանիկ կլինեն, որովհետեւ նրանք նայելու են մեզ։ Նրանք նայելու են մեզ, թե մենք ոնց ենք դաստիարակելու այդ երեխաներին, այդ մեզանից է չէ կախված։ Եվ դրա համար մենք յուրաքանչյուրս պետք է աշխատենք մեր վրա։ Ես իմ երեխային ինչ-որ բան ասելուց առաջ, Լուսիա ջան, ես մի հատ ինձ եմ նայում, իսկ ինքս ինձ ինչ պետք է ասեմ։ Հետո նոր իմ երեխային։ Իսկ ես որտեղ պետք է ինձ կրթեմ։ Որ ասեցիր, ամեն մարդ իրան դասատուին է գտնում։ Իր աստղաբանին է գտնում, իր էքստրա սեքսին է գտնում, ես տենց եմ ասում, նաև ամեն պտուղ իր ծնողին է գտնում։ Այո, հոգին ընտրում է, հոգին այդ գիտակցությունը, կարանք ասեն գիտակցություն կամ հոգի։ Ու այն պորտալարով ընտրում է, այո, գալիս է։ Այդ մամայի ուղեղն է պորտալարի միջոցով։ Հետո կաթի միջոցով, երբ որ կերակրում արդեն կրծքով կերակրող, շատ ճիշտ բան է կրծքով կերակրել է, քան արհեստական։ Հոյակապ, իհարկե։ Մեր օրինակ ընտանիքում իմ երկու երեխան էլ իրանք կրծքով են բանանում։ Շատ ուտեն այնքան լավ։ Դե մեծը 2 տարեկան միջև կերավ։ Հիմա փոքրը արդեն 3-4 ամսական է, հա, բուջուրիկը հիմա ուտում է։ Հիմա ինչ հետաքրքիր բան է, այս ինֆորմացիան ճիշտ է, ասենք մի քիչ ավելի շատ տղամարդու խոսալու բան չի, կանանց բան է, հարց է, բայց այն որ ասում առիթը ստեղծվել է, ես ասեմ իմ կնոջ փոխարեն ես այս ամենի մասին խոսեմ։ Բանը ուրեմն ինչ որ փուլ եկավ, ու այն սկզբնական փուլում, որ երեխան հրաժարվում էր։ Չէր ուզում, այդ իր համար դժվար է, բանը հարցերն առել, հələ պետք է ինքը սովորի։ Եվ կինս կանչեց կրծքով կերակրման մասնագետ։ Այդ մասնագետը եկավ, մասնագիտական խորհուրդներ տվեց, սովորեցրեց ձևերը։ Դե առաջ տատիները, մամաներն են չէ սովորեցրել։ Հիմա արդեն կան մասնագետներ դրա։ Եկավ, սովորեցրեց Լուսիա ջան, մեր բալիկը այն որ ասում սկսեց ուտել։ Այդ կրիզիսը անցանք։ Բայց շատերը այստեղ հրաժարվում են, հա, ասում դե երեխան չի ուտում, վերջ։ Ու դա ձեռա տալիս ինչ որ մարդկանց, բայց հետո իրենք զղջալու են փոշմանալու ինչի, որովհետև այն երեխան, որ կրծքով կաթա կերել, ինքը շատ ավելի առողջ է լինելու։ Այդ բաների մեջ հորմոններ կան, բաներ կան, ինքը իրական չի կարա փոխարինի իրական, ուրեմն մայրական կաթը դա դեղ է։ Այդ արհեստական սնված երեխեքը թմբլու սիրուն են ու համբուլքի են, ուրիշ ոչ մի բան,
Բայց որ Դա հետագայում գիտես որ հետագայում էլ չաղ ու բախտավոր դες խոսքը մեր երեխան մեծանում է չաղ ու բախտավոր երբ որ երեխան չի կարողանում կուրծքը բռնել այդ նախ կրծքից է գալիս մոր այո հետո գալիս է ծուլությունից որտեղ մենք չմտածենք որ այդքանը չի հասկանում իրանք ամեն ինչ այնտեղ որովայնում արդեն հասկանում այո ալարկոտ է այո իրանք ալարում են ուտեն որտեղ դա չարչարանք է իր համար երախուտ քրտնում է տքնում է անդեղ կարմրում է ուռում բայց էդի օրինակ երեխայի հոգեբանության մեջ հենց ամենասկզբից ինչ է դնում երբ որ այդ երեխան պայքարում է չարչարվում է ու հասնում է հաջողության ուրեմն սա գնում է ենթագիտակցություն հետո այս ենթագիտակցության այս ծրագրերը ուրեմն ձևավորում են մարդու բնավորություն որ այո ինչ որ պահ ես կչարչարվեմ, կաշխատեմ, փորձություններ կանցնեմ եւ կհաղթեմ, կուժեղանամ, առաջ կգնամ։ Հիշեցի մի բան, քանի որ դու Հնդկաստան շատ ես գնում։ Ես վերջերս տեսա, ինչ որ, չգիտեմ, եթե Հնդկաստանի որ մի տեղն է, որ սովորույթ կա հարսանիքի ժամանակ տղան անպայման մամայի կուրծքը պետք է ուտի։ Լսել ես նման Չէ, ճիշտ ասած, բայց հետաքրքիր է։ Հենց հարսանիքի ժամանակ փեսան, այսինքն տղան մամայի կուրծքը պետք է անպայման ուտի։ Ընդունված օրենքը։ Դա իրանց օրենքը։ Իրականում մամա լինել, կին լինել։ Ուրեմն իմաստ կա, չէ՞, մորական կաթ է, որ արդեն հանձնում է ուրիշին, արդեն մամայի էստաֆետ, այսպես ասած, վերջացավ, բայել այո։ Հիմա հանձնում է իր կնոջը։ Աստվածաշնչում էլ կա, չէ՞, տղան ամուսնացավ, էլ քոնը չի, վերջ։ Իրականում այդ շատ կարևոր է։ Իրականում կարևոր է։ Այո, այդ շատ կարևոր է, Լուսիա ջան։ Այն սնուցող, այն որ ասում եմ, էներգետիկ սնուցող, հոգեբանական սնուցող, դա չի նշանակում դու հրաժարվում ես քո երեխայից, չէ՞։ Չէ։ Բայց այո, այլ ուրիշ կին է մտնում իր կյանք։ Դրա համար այսօր այդ բաժանությունն է, որ մենք խոսում ենք մեր անցած հաղորդման ժամանակ, դա էլ է չէ նպաստում, որ ծնողը չի կարողանում կտրվել իր երեխայից, մանավանդ երբ որ մենակ է մեծացրել այդ երեխային, բավականին դժվարությունների մեջով անցել, կապվել է։ Դե եկում կա։ Իր կյանքը, հա, ինքը իր կյանքի մի մասը իր հետ է պատկերացնում։ Հիմա մի հատ ուրիշ աղջիկ է եկել, ոնց որ ոստեղ մրցակցություն է սկսում գնալ։ Ու պետք է այստեղ ծնողը գիտակից լինի, որտեղ ինքը մեծն է, հա, ինքը պետք է գիտակից լինի, հասկանա, սրանք պետք է իրենց առանձին կյանքը ունենան։ Ու շատ կարևոր է։ Աղջիկա ամուսնության ժամանակ ես կրկնել եմ, նու որ ես նոր եմ քեզ մտնում, նոր ես լսում ինձ, եթերով շատ եմ ասում, որտեվ իմ աշխատանքի հիմնական ընտանիքն է ու զույգերը։ Այդ է ինձ մոտ։ Որ մամաներին, ովքեր աղջիկ երեխա ունեն, շատ ճիշտ դաստիարակ են։ Աղջիկ երեխաներին ճիշտ դաստիարակ են, որ վաղ ինքը պետք է հարց դառնա։ Ինք ունենան երեխաներ ընտանիք, որ այդ սերունդը աճի ճիշտ։ Առաջին հերթին պետք է ծնող գնահատի։ Շատ կարևոր է մեծին ու ծնողին գնահատելը, որովհետև այդ մաման այդ տղային բերել է քեզ համար։ Այո։ Բայց դու չես սիրում իր մամային։ Եթե դու հարգում ես քո ամուսնուն, դու կսկսես հարգել նաև իրան։ Ծնողին։ Այսինքն մի քիչ եթե խորը մտածենք, հա, որովհետև այս երիտասարդների կողմից էլ պետքա գա։ Բայց այս պետք է գա նաև այդ ծնողների կողմից, այսինքն երկկողմանի, միշտ երկկողմանի։ Դե իմանա, որ օտար աղջիկ է եկել օտար դաստիարակությամբ, այս ընտանիքի օրենքը ուրիշ է։ Այն ափսեն, որ կոտրում են, գիտես, չէ, որ տուն մտնելուց պետք է ափսե։ Հիմա ռեստորանի շեմին են դնում, չեմ հասկանում այդ ինչ ապուշությունն է։ Իրականում այո, ինքը խախտում է, չէ՞, էներգետիկ բալանսը, որտեղ ռեստորանը չի կարա քո տունը լինի։ Այդ իմաստունի շատ խորը, ասում են չարը խափանվեց, չարի մասին չի։ Այն անցյալի օրենքները, կանոնները թող դու մտել ես նոր օջախ, այստեղի կանոններով։ Իմիջալուց գնչուների մոտ կա տենց օրենք, որ անդեղել են ապսեք կոտրում, ու իմաստը ինչ է, շատ ուժեղ պետք է խփես ոտքդ, որ կոտրվում է, ու քանի կտոր փշուր լինում է այդ ապսել, այդքան տարի իրանք իրար հետ ապրում են ամուսիններով։ Տեսեք, եթե 10 տարի պետք է ապրեն, 25 օր 20 պետք է աղացով աղալ։ Դա իրանց օրենքներն է գնչուների, միջալուց գնչուները շատ խիստ օրենքներ ունեն ընտանիք հասկացողության, ինչքան էլ թափառական համարեն, բայց
Իրանք շատ խելացի, այո, ցեղ են։ Ամբողջ աշխարհում եք տարածված, իրանք հիմարացք չեն։ Շատ խելացի։ Որովհետև շատ հարուստներ կան, մաֆիոզներ էլ կան։ Ամեն ինչ էլ կա, այո։ Ամեն ինչ էլ կա, ամեն տեղ էլ կա։ Ես ինչ ուզում եք ես խնդրեի, որ դու ասեր, հիմա թող պահերի տակ այդ փորձը, այդ վարժություններն անեն, որ այդ անցյալի վատ հիշողությունները մեր ուղեղից դուրս գա, մարդիկ կարողանան բարին մտածեն, որ առաջ գնան ու ամեն անհեթեթուց չմտցնեն են չերդակը, փոշոտ ջարդած ոդկով աթոռները, ռամկաները պոկած փոշոտ նկարներ, չերդակում էտա չէ, հիշողություններն անցյալի։ Ճիշտ անցյալի հիշողությունը փորձություն է, որ սխալներ չկրկնվի դա, բայց քանի որ հիմա վերածնունդ է աշխարհում, այդքան ասել ենք Ֆենիքսը, որ պետքա գա, հա գալիս է տեղ չի հասնում, մեր Հայաստանում մեհերը պետք է տեղ չի հասնում, մեհերը դուրս է գալի ոդկա խփում է գետնին տեսնում է փուչանորից հետ է գնում, ասում է չեն պնդուկը թե ինչը կմեծանա պոպոքի չափ կտառնա նոր կկա, չգիտենք այդ երբ է լինելու։ Ու այս 26 թվականը հենց դա է, մինչև 35 թվական, այդքան ես երկար բաներ չեմ ուզում ասեմ, որ մտածելակերպը մարդկանց, որտեղ նորագույն բոլորովին նորագույն տեխնոլոգիա, այս կոմպյուտերային սիստեմն է, որ սկսվել է արդեն, որ այդքան չեմ հավանում, ու դպրոցներում դասատու աշակերտ, ուսանող, մանկավարժություն է հիմնական, գիտելիքի հետ կապված բավականին նոր ուսմունքներ ու կրթություն է գնալու բավականին, որը շատ լավ է։ Լավ է, բայց մեր ժամանակի մարդիկ դա չեն ընդունել, ասել, այս ինչեր են անում, բայց աշխարհն է փոխվում։ Մենք չենք կարող հետ մնանք, հիմա ով որ զարգանում առաջ է գնում, արագ է մտածում, իրանք մեզանից կանցնենք, մենք լելի հինը կտոփենք։ Իմ շատ լավ աշակերտներից մեկը հենց այդ բնագավառում է, ստեղծում են նորագույն տեխնոլոգիաներ, լավ ընկերը, լավ աշակերտը, լավ մարդ է, որը որ հենց այդ կրթելու, հա, այդ բանի վրա են ու նորագույն այս մեր ձևերով, տեխնիկաներով։ Գիտես Լուսիա ջան, ինքը ինտերնետը, այս մնացածը, գիտությունը ոչ լավ է, ոչ վատ։ Նայած ով ոնց է օգտագործում։ Նայած ով ոնց է օգտագործում։ Մարդկա մտնում է ինտերնետ լավ բաներ է նայում։ Հա։ Մարդկա մտնում է ինտերնետ վատ բաներ է նայում։ Այսինքն ընտրության հարց է այս նաև։ Հիմա ես մի բան ասեմ, էլի ընդհատում եմ, որ չմոռանամ։ Հրեաները ես տեղ եմ տալի, ով ինչ կուզենա կասի, թո ջհուդ էլ չասեն, հրեա ազգերն են իրանք։ Մենք իրանցից շատ բան ունենք սովորելու իմիջալուց, իրենք էլ մեզանից են շատ բաներ վերցնում, բայց իրանք այդքան լոպաս չեն մեր նման, մենք շատ լոպաս ենք։ Մեր ազգի թերությունն է, անպարտաբանությունը։ Ինչ են իրանք ասում։ Իրանք այտենց ասացվածք էլ ունեն հին շատ, որ եթե երեխային պետքա կրթության տան, ոչինչ ծախի տունդ, ոչինչ, ամեն ինչը ծախի թու, բայց զաթու գլուխդ կլցնես, ուսման համար, որտեվ կա փողնել վառվի, տունդ էլ գողանան, այվեն ամեն ինչն, բայց կուղեղի մեջի գիտելիքը կմնա։ Սա կարևոր է իրանք, երեխու ծնված օրվանից գիտելիք են մտնում։ Ըստ յոգայի Լուսիա ջան, գիտելիքը միայն բանը, հարստությունը, դա միայն փողը չի։ Ուրեմն գիտելիքը համարվում է հարստության ձև։ Այո։ Ուրեմն գիտելիք, օրինակ ինձ որ ասում են դու հարուստ ես, ասում եմ գիտելիքով շատ հարուստ եմ։ Միլիոնատեր չէ, բայց միլիարդատեր կարող է։ Այո, որովհետև իմ բոլոր միջոցները, իմ ժամանակը, իմ ամեն ինչ, ես ամեն օր կրթվում եմ, ամեն օր։ Ուրեմն եթե մի օր ես ինչ-որ մի նոր բան չեմ սովորում, այդ իմ օրը ոնց որ ինչ-որ մի բան պակաս։ Հա, եւ օրինակ դա հարստության ձև է։ Այո, պետքա հարուստ լինել գիտելիքով։ Երկրորդը, օրինակ ժամանակն էլ է հարստություն։ Մարդիկ այս ժամանակը պետքա սկսեն իրենց գնահատել։ Ժամանակը դա հարստություն է։ Փողն էլ է հարստություն, այո։ Շրջապատն էլ է հարստություն, ունենալ լավ ընկերներ, ունենալ լավ շրջապատ, դա էլ հարստության ձև է, բայց գիտես ամենաթանկ հարստությունը որն է, այս մնացածը կարաս ձեռք բերես, բայց դրանցից մեկը չես կարող ձեռք բերել,
Դա ժամանակն է։ Այն անցնում է։ Այն անընդհատ անցնում է։ Մեր ժողովրդի մեջ արմատը գրագիտություն, ամեն ինչը կա, մեր մշակույթը։ Մենք լավ ժողովուրդ ենք։ Ուղղակի մենք պետքա դա գիտակցենք եւ ճիշտ օգտագործենք։ Դրա համար հարկավոր է հոգեվոր լավ դասատուներ։ Այո։ Եկեղեցին էլ պետքա դա։ Այո։ Սիրուց բացի խոնարհությունից բացի ոչ մի բան չքարոզի, որ սեր բարություն խոնարհություն պետք է եկեղեցին տա, ոչ թե սրան ուզի, նրան մյուզի, ինչի գլխաշորչ արեցիր, ինչի շտմերքով եկար, ինչի ես ձերքդ սենց արել, ես չեմ դպրոց գնացել, որ իրանք ինձ դաստան, թող իրանք ինձ այդ Աստծո խրատները, խորհուրդները տան, որ ինչ բան է Աստված, ինչ բան է սեր, ինչ բան է կյանք, որ ծառ մի կտրեք, ձեր համար չգիտեմ ինչ սարքելու համար, որտեղ մարդ է մահանում, կենթանի մի սատկացրեք, քացով մի խփեք, որտեղ դա Աստծո ստեղծածն է։ Շատ բաներ դա եկեղեցին պետք է ասի։ Նայեք, հрьяաները ամբողջ աշխարհում 15 միլիոն են։ Եվ իրանց 25%-ը Նոբելյան մրցանակ ստացած է։ Ուրեմն ինչ է նշանակում 25%-ը դա բավականին է, որ այդքանը Նոբելյան մրցանակակիր են, չէ՞։ Ուրեմն ուղեղով մարդիկ են։ Ես որ Երուսաղեմ նայում եմ, մի քանի անգամ եղել եմ, մտե ոչ Պրադո տեսա, ոչ Range Rover-ը, ես չգիտեմ այդ մեկինը, չտեսան նման բաներ, բայց իրանք փող ունեն, իրանք աշխատում են, իրանք լավ էլ փող ունեն, իրանք աշխարհման են գալի։ Երեխան ծնվում է, փողերը ծախսում են գիտելիքի վրա։ Դրա համար էլ ինչ լինում ասում են, փոյ ջհուդների ձեռքն է, թող մեր հայերի ձեռքը լիներ։ Մենք մերոն ունեցել ենք ամենասկզբից, իրենք էլ ունեն մերոնը, հետո իրանք մերոնը կարծեմ կորցրեցին, ինչ արեցին, չգիտեմ, եկան մերը գողացան ու իրանք պահում են։ Այս հարց եմ տալի, չնայած կանային հարցրել եմ, կանաներ ինձ ոչ մի անգամ իմ ուզած հարցին չեն պատասխանում։ Իրանք մերոն չեն տալիս մեզ։ Ես անցյալ անգամ եկեղեցում եմ Մայրաթոռում, ասեցի մի կաթիլ ջրի մեջ լցրեք։ Մի կաթիլ եմ ուզեցել, չտվեց քահանա։ Ինչի։ Չի կարելի։ Ասում եմ, բայց եղել է եկեղեցի, որ ես ուզել եմ, խնդրել եմ այդ քահանան մի կաթիլ անաղունեք այդ սենց, որ այդ ջուրն ինձ բավական է։ Այդ անուշոտը, ես այդ հոտը քաշեցին, տեղ կնունք էր գնում երեխայի, ամբողջ այդ մի օր ամբողջ այդ հոտը գալիս էր մերոն, ես ինձ այնքան լավ էի զգում։ Երբ ասեցի, ասում են, որ եկեղեցում են տվել, ես չասեցի, վերջ, այդ քահանան պետքա կարգալուծա լինի։ Ինչի։ Ինձ թվում է ուղղակի այդ վերևներից ինչ որ հրաման է, որտեղ հա, երբ ասում են այդ մերանով տանում են կախարդները, չգիտեմ ինչեր են անում, բայց իրանք վատ բանի համար չեն անում։ Կախարդները որ ուզենան մերոն գտնեն, լիքը ուրիշ տեղերից կարան գտնեն։ Այդ բանը էլի այն մարդկանց որ թուղթուգրեր են անում, եթե այդ ճիշտ կնքված է, մկրտված է, ճիշտ քանայի ձեռքով ու այդ մերոնը պատված է, մերոն քսված է, իր վրա ոչ մի կիր չկպնի։ Պաշտպանություն ունի։ Պաշտպանություն է դա, այդքան խոտեր ինքը շատ ուժեղ է։ Հետո մարդը իր վիբրացիաները պետքա բարձր պահի, մտքի վիբրացիաները։ Դե հիմա այդ խորհուրդը տուր, վարժություն, ոնց անենք, որ մեր ուղեղները մաքրվի անցալի վատ մտքերից, որպեսզի լույսը մեկ տեսնենք ու իրար ոչ մի վատ ինֆորմացիա չլսենք ու չտարածենք, որպեսզի մեզ հիվանդություններ չտա ու մեր ընտանիքը չախտոտվի դրսեկացված մտքերով։ Լուսիա ջան, ամենաառաջինը պետք է աշխատել մտքի հետ։ Միտքը կամ մեր լավագույն ընկերն է, կամ ամենավատ թշնամին։ Եթե միտքը ծառայում է գիտակցությանը, որտեղ միտքը ուրիշ է, գիտակցությունը ուրիշ է։ Եթե միտքը ծառայում է գիտակցությանը, նրա ենթական է։ Ապա այդ մարդու կյանքում դրական է լինելու։ Ինչպես։ Ոնց է մտքիդ վրա աշխատում։ Հեսա կասեմ։ Եթե չի ծառայում միտքը գիտակցությանը, սկսում է մարդու կյանքը ուրեմն քանդվել։ Միտքը նախ ամենաառաջինը պետքա վերցնես դաստիարակման։ Յուրաքանչյուր մարդ իր միտքը պետքա բերի դիսցիպլինայի դաշտ։ Դրա համար կան կոնկրետ վարժություններ։ Կենտրոնացումը ուժեղացնելու վարժություններ։ Կամ միտքը պահել ներկա պահի մեջ։ Չթողնել որպեսզի թռնի անցյալ, չթողնել որպեսզի թռնի ապագա։
Մանտրաները, տարբեր տեսակի մանտրաներ կան, այ որ մարդիկ վախենում են մանտրաներից։ Կան մանտրաներ, որոնք աղոթք են համարվում։ Կան մանտրաներ, որոնք ուղակի վիբրացիաները բարձրացնելու համար են։ Կան մանտրաներ, որոնք միտքը կենտրոնացնելու համար։ Այսինքն, եթե դու անընդհատ նույն բանը կրկնում ես, քո միտքը գալիս է կենտրոն, գալիս է դեպի գիտակցություն։ Միտքը փախնում է, դու կրկնում ես գալիս է։ Միտքը փախնում է, կրկնում ես գալիս է։ Եվ այս միտքը սկսում է քիչ փախնել։ Ինքը արդեն գալիս է դեպի գիտակցություն, դեպի կենտրոն։ Ինքը սկսում է քեզ ենթարկվել։ Եվ որ միտքը սկսում է քեզ ենթարկվել, հետևից սկսում է ենթարկվել նաև զգացմունքները, զգացողությունները, որովհետև զգացմունքները եւ միտքը իրար հետ փոխկապակցված են։ Մարդը սկսում է մի վատ բան մտածել, հետևից գալիս է զգացմունքը, չէ՞։ Կամ սկսում ես լավ բան մտածել, հետևից գալիս է զգացմունքը։ Եվ որ դու այդ համապատասխան մտքերն ես ունենում, զգացմունքները հետևից գալիս է։ Դանդաղ ինքը իներտ է մի քիչ դե մեր ֆիզիկական կյանքը ժամանակ է պետք։ Այսինքն միտքը սովորել կենտրոնացնել մանտրաների միջոցով, կենտրոնացման այլ վարժությունների միջոցով, վիզուալիզացիայի միջոցով, կամ ուղղակի ամենապարզ տեխնիկան շնչառության վրա կենտրոնանալու միջոցով։ Մեր շնչառությունը ինքը ներկայում է, ներկա պահի մեջ է։ Եվ եթե դու կենտրոնանում ես քո շնչառության վրա, քո միտքը գալիս է դեպի ներկա պահ։ Դեպի մարմին։ Այսինքն մարդը, երբ որ մտքերի մեջ է, ինքը որտեղ է, ինքը մարմնի մեջ չի։ Երբ որ դու գալիս ես դեպի մարմին, դեպի շնչառություն, դու սկսում ես կենտրոնանալ։ Առաջնային տես ամենահեշտ տարբերակը դա քթովն է։ Հա, բայց առաջնային դեպքում, այս ինչի եմ ասում, մի փոքր փորձում եմ մանրամասը բացատրեմ, որ մարդկանց համար պրոցեսներ են գնալու, այդ պրոցեսները հասկանան, ինչ պրոցեսներ է։ Հիմա առաջնային էտապում, երբ որ սկսում ես մտքին բերել կենտրոնացման, միտքը գազազում է։ Սկսում է ավելի քիչ սկսում է ինքը ավելի շատ փախնել։ Եվ դրա համար նրանք, ովքեր որ սկսում են մեդիտացիաներ, սկզբնական էտապում դժվար է։ Միտքը ավելի շատ է սկսում փախչել։ Եվ մարդը մտածում է, որ այս տեխնիկան չի աշխատում, ինձ համար չի։ Ոչ, քեզ համար է։ Ուղղակի միտքդ վերցրել ենք, բերել ենք վերահսկման, որը որ ամբողջ կյանքում վերահսկման տակ չի եղել, եւ նա սկսում է դիմադրել։ Այդ նորմալ է։ Ոնց որ չարաճճի երեխան, ոնց որ վերցնես միանգամից ուզենաս դաստիարակես, սկսելու է դիմադրություն։ Հիմա նույնը մեր միտքն է։ Դրա համար առաջնային էտապում, երբ որ մենք սկսում ենք բերել կենտրոնացման, միտքը սկսում է տարբեր բաներ մտածել։ Այս փուլը պետք է անցնի յուրաքանչյուր մարդ, շարունակել տեխնիկան, այնքան ժամանակ, մինչև որ դու կտեսնես, որ քո պրոցեսն է սկսվել է, խորանում է ու դու կարողանում ես կենտրոնանալ։ Այ կենտրոնացի շնչառության վրա, քթի միջոցով։ Դանդաղ եւ հանգիստ, տես, մեր ուղեղը այսպես է։ Մենք շնչում եւ արտաշնչում ենք, չէ՞։ Կյանքի հետ անընդհատ այդ փուլի մեջ ենք, այսինքն շունչը դա կյանքն է, արտաշունչը դա մահն է։ Մենք անընդհատ ներշնչում եւ արտաշնչում ենք, այսինքն մենք այս կյանքի հետ անընդհատ մտնում ենք, վերածնվում ենք, մահանում ենք, բաց ենք թողնում, վերածնվում ենք, մահանում ենք, բաց ենք։ Եվ սա շրջապտույտ է։ Սա ցիկլ է։ Հիմա եթե մենք կյանքում չենք գիտակցում այս ցիկլը, կյանքը, մնացած ամեն ինչը, որ ամեն ինչ գարս է մեր կյանքը, գնում է մեր կյանքից, գարս է մեր կյանք, գնում է մեր կյանք։ Նայ մենք այս սահուն, այս ինտեգրացիան չենք հասկանում ու չենք կարողանում կատարել, մենք ինչ որ միտեղ կանգ ենք առնում, հա, խցանվում է այնտեղ մի բան։ Ու սկսում են խնդիրները։ Դրա համար պետքա կարողանալ շնչառությունը նախ կարգավորել։ Եվ որ կարողանում ես շնչառությունը կարգավորել, կյանքդ էլ է սկսում կարգավորվել։ Բնական մեր շնչառություն չէ գոյություն ունի, այն ավտոմատ է, չէ տեղի ունենում։ Մենք ներշնչում ենք, արտաշնչում ենք, մենք չենք էլ մտածում շնչառության մասին։ Այ երբ որ դու կարողանում ես ուղիղ ողնաշարով նստել ու կենտրոնանալ քո բնական շնչառության վրա, քո միտքը միանգամից գալիս է ներկա պահ։ Ներկա պահի մեջ դու կարողանում ես կտրվել անցյալից։ Ներկա պահի մեջ դու կարողանում ես կտրվել ապագայից։ Ինչքան շատ մնաս այս ներկա պահի մեջ, ինչքան շատ մնաս քո շնչառության հետ, այնքան անցյալի ցավերը, ապագայի վախերը մոռանալու ես։
միտքը սկսում է բուժվել։ Եվ այս պրակտիկան պետք է մարդ ամեն օր անի։ Արթնացար, լվացվեցիր, 5 րոպե ուղղակի ուղիղ ողնաշար, որտեղ ուղիղ ողնաշարը արթուն վիճակ է։ Գիտակցությունը եւ էներգետիկ համակարգն էլ սկսում է ուղիղ ողնաշարի դեպքում ուրիշ ձև աշխատել։ Ուղղակի 5 րոպե կենտրոնացիր քո ներշնչի եւ արտաշնչի վրա, բնական շնչառության վրա։ Իդեպ մենք կարանք պրակտիկա անենք հենց հիմա։ Ես կարամ մարդկանց հետ 2 րոպե, եթե ինձ ժամանակ տաք, այդ պրակտիկան կատարենք։ Նստենք ուղիղ մեջքով, ձեռքերը դնենք ծնկներին, գլխագագաթով ձգվենք վեր եւ փակենք աչքերը։ Փակ աչքերը օգնում են մեզ, որպեսզի մենք կարողանանք կենտրոնանալ։ Կենտրոնանում ենք մեր շնչառության վրա։ Մեր ներշնչի եւ մեր արտաշնչի։ Զգա ինչպես ես ներշնչում, ռունգներից սկսած, ինչպես օդը մտնում ներս, եւ զգա ինչպես ես արտաշնչում։ Յուրաքանչյուր արտաշնչով բաց թող լարվածությունը։ Յուրաքանչյուր ներշնչով լցվիր դրական մտքերով, խաղաղությամբ, հանգստությամբ։ Իսկ արտաշնչով բաց թող ամբողջ լարվածությունը։ Բաց սակայն անհանգստություն։ Եթե ճոճվում ես, դա նորմալ է։ Էներգետիկ համակարգը սկսում է քեզ ներսից ճոճել։ Եթե կան մտքեր, դա նույնպես նորմալ է։ Ուշադրություն մի դարձրու, գնա դեպի շնչառություն։ Զգա շնչառության շրջապտույտը։ Դա գեղեցիկ process է։ Զգա այն թեթևությունը, որը կա շնչի մեջ։ Գիտակցիր այն։ Եվ շնորհակալ եղիր քո շնչին, ինքդ քեզ, որ դու կաս, որ դու շնչում ես, որ դու ապրում ես, դանդաղ եւ հանգիստ, մտքում կարող ես ասել շնորհակալ եմ, ու դանդաղ ետ վերադարձիր, ֆիզիկական զգացողություններ, շարժիր ձեռքերի մատերը եւ բացիր աչքերը։ Շնորհակալություն, ընկերներ, Լուսիա ջան, շնորհակալություն։ Ես տանը կփորձեմ, ես քեսից բացել եմ աչքերս։ Լավ ես արել։ Իդեպ, երբ մենք միացնում ենք մեր ձեռքերը, սա կոչվում է նամամուդրա, այո, սա ինչի մասին է, ուրեմն մենք ունենք արևային էներգետիկ համակարգ եւ լուսնային էներգետիկ համակարգ։ Երբ որ մենք միացնում ենք մեր ձեռքերը, սա համարվում է, որ մենք մեր արևային եւ լուսնային էներգետիկ համակարգերը հավասարակշռության ենք բերում։ Իսկ գտնվել հավասարակշռության մեջ։ Երբ որ մարդը գտնում է հավասարակշռության մեջ, որոշ տեսակի խնդիրներ անետանում են։ Ասեմ իշտ է սա այդ անցյալը ջնջելուն։ Ասա։ Այդքան անցյալ չեմ գնացել, ուղղակի կադրեր եկավ աչքիս, այսօր որ նայում էի համացանցով։ Ծովի ալիքից մի հատ տղամարդ այդտեղ քարերի վրա խխունդ շատ մեծ, այ որ մարգարիտներ ալեն բացում, այդ դրանից գտավ, քարով խփեց, կոտրեց,
մեջի խխունջը ինքը կար կենթանի ա չէ դա։ Լորձոտ սենց տարավ լված ու բոլորը կերավ։ Այդա եկավ իմ աչքին ասեց էդ ոնց կերավ։ Ինձ էլ թվում էր Մարգարիտ էր մեջից գտնելու։ Այդա եկավ աչքիս ու ծով երևաց ու բացեցի աչքերս էլ շուզեցան նայել։ Բայց ես այդ մարդու մասին չեմ մտածել։ Ես ուղղակի մի բան ասեմ, որ աչքը այն ոսպնյակը ինքը ապարատ է, ինքը բլից է, ինքը նկարում է, սենց լույսը տալի, նկարում ու դա գնում է հիշողության մեջ։ Այդ դա էր ֆիքսվելի մեջ ստեղ հիշողության, որ ինքը եկավ առաջ ու ես այդ մարդուս էս ոնց կերավ այդ խխունջը։ Լուրձոտ սենց ամյոբային նման էր։ Իդեպ մարդիկ կարան ինչ-որ բաներ տեսնեն, որ իրանց կյանքի հետ ընդհանրապես կապել չունի։ Այս կյանքի հետ կարա լինի, այո։ Թող չվախենան, դրանք էլի մաքրման պրոցեսներ են։ Ես չվախենա ոչ մի բանից, ոչ ես զզվում եմ, ես ամեն ինչը բնության մեջ ինչքան նորմալ եմ ընդունում։ Եթե կա, ուրեմն դա պետք է եւ։ Մի անգամ շատ շուտ մի ժամանակ այդ ժուրնալ կար, հիմա չեմ նауկա и ռելիգիա։ Ուտեղ այդ սովորում էի շատ ես դրանով, հələ աստրոլոգիան չկար ինքան վտանգավոր էր ինձ իմ ընկերուհին։ Դե արգելված էր, չէ։ Շատ արգելված էր, ասում էր հանկարծ ցույց չտաս, ինքը ինձ թերթեր բերես տպագրած աստրոլոգիայի տարեթվերներ միայն։ Կամած ասես ցույց չտաս ոչ մեկին, դա 70-ական 4-5 այդ թվականների բան եմ ասում։ Ասեմ ինչ կլինի, որ իմանան կբռնեն։ Նկուղներում են դասեր արել, հետաքրքիր է ինչը պետք է ու հիմա ինքը գիտություն է։ 80 քանի թվին Կիևում նոր գիտություն համարվեց։ Բայց մեր հայերն էլ են ունեցել դա դարի առաջ էլ եղել է։ Այս ամեն ինչը ես քեզ ասեմ, ես ինչքան ուսումնասիրում եմ, արմատները ինձ բերում են Հայաստան։ Իդեպ ես քեզ ասեմ, Գուրջիևը օրինակ մեր։ Հայ է։ Ամբողջ այո, դե մայրը Գյումրիից է եղել, հայրը հույն է եղել։ Եվ ասենք Էջմիածնում սովորել է, մի խոսքով ամբողջ հա, Ստալինը, Հիտլերը, ինքը բոլորի հետ ընկերություններ արել է, այո։ Բայց ամբողջ աշխարհում մեկ Հիտլերին ճանաչում են, ես քեզ ասեմ, ես զարմացել եմ շատ։ Ամբողջ աշխարհում մեկ։ Հնդկաստանում են Գուրջիևին ճանաչում։ Հնդկաստանում։ Ինքը ինքան Ստալինի խրատներ էր տալիս, Ստալինը չէր լսում, ասում էր կաբալիստներ հետ գործ չունես, գլուխդ կուտեն ինքը չէր լսում։ Ինքը վերջում ասում էր, որ Ստալինը կապ ունի ավտովթարի հետ, ինչ որ Ստալինը նույնիսկ կապ ունի։ Կագանովիչը թույնեց, այս վերջերս Լենինի մասին էի կարդում։ Լենինի մահը սիֆիլիսից է եղել։ Մի ժամանակ մամաս անդադ խոսում են, էլի թաքուն են խոսում, ասում է, այդ ինչ է, ես չգիտեի, փոքր էլ է դպրոցական, չգիտեի այդ ինչ բանա, կամաց են խոսում, որ այդպես է եղել։ Ու այդ սիֆիլիսը ազդել է ուղեղի վրա, որը շիզոֆրենիա է նաև։ Ու այնքան հետո Լենինը սկսել է հայոյել, ուզեցել է ինքնասպան լինի, իր մոտից պահել են ամբողջ սուր գործը, դանակ մկրատ պատար պահել են, որ չսպանի ու որոշել է, որ Ստալինին ասի, որ գա իրան սպանի։ Ստալինն էլ իրան չէր ընդունում, բայց գնաց միայն Ստալինին ասին, որ հանկարծ չասեն, որ ինքը խելքը թրծրել է Լենինին, արդեն դրա համար միայն իրան է վստահել։ Այն էլ չի սպանել, հետո հրաշք կա կատարվել, որ լավացել է Լենինը, արդեն Կրեմլա գնացել, որտեղ Գերմանիայի բժիշկներին էր կանչել ճանաչված ու հարցակնում, ինչի տեսեք ինչ բաներ են պատմում, որ ինչի համար է գերմանացիքին կանչել, չէ որ Ռուսաստանում ռուսների մոտ էլ հրաշք բժիշկներ են եղել, որ բերանբացություն չանեն, որ չասեն Լենինը շիզոֆրենիայով է տարապում, ու դա սիֆիլիսից է եղել։ Բայց էդ էլ իր դվայնիկն էր։ Որտեւ ես կարդում եմ շատ նման բաներ, մեկ Գերմանիայում է, մեկ Ավստրալիայում է Լենինը։ Մեր իրականության մեջ էլ էսօր կա այդ ամենը։ Ինչու՞ չէ, երբ որ ընդեղից հանեն, ես այդ բանը Բարսացյան շատ եմ ասել, Կրեմլից, Մոսկվան կարգի կգա։ Ամբողջ մոգությունը տեղ է։ Ափսոս է Մոսկվան։
Դե շատերն են այդ մասին ասում, այո։ Ես միշտ էլ քանի տարի նույն բանն ասում եմ, չուչել, անտեղ Լենին էլ չկա։ Լավ Վարդենանցա ինչի աստղաբանությունից այնտեղ մի քանի հոգի ինձ գրեցին, մի 2-3 շատ էլ չի, որ ձեր եթերներում այս գարոսկոպի նշաններից խոսեմ։ Ես չեմ խոսում ժողովուրդ ջան, չեմ խոսի երբեք, ինչի համար գիտակցորեն, ասող ասում է, որ մի նշանին ինչ է սպասում, որտեղ ես դա այդքան լուրջ չեմ համարում, որոշ բաներ համընկնում է, բայց դա այդքան ճիշտ չի։ Ինչի համար, հիմա մենք գտնվում ենք Խեցգետեն կենդանակերպում, 22-23-ին դուրս կգանք արդեն հուլիսի, և Մերկուրին ռետրո է, սա նշանակում է հետընթացի ժամանակ ոչ մի նոր գործարքներ չեն անում, կանտրակտներ կապեն չի կարելի, փողել տալ, առնել, միջև անգամ ամուսնությունն էլ այդքան խորհուրդ չի տրվում, սա վերանայման շրջան է, վերանայում, բոլոր անցյալի հարցեր ինչ եղել է, դու պետք է վերանայես հարազատներիդ հետ, Մերկուրին է, գործընկերներդ, հարազատներդ, խելքդ, ճաշակդ, ամեն ինչդ վերանայ, որտեղից դու սխալներ գործել, որպեսզի հետո չկրկնվի։ Միջև ամսի 8-10-ը համարյա նորմալ շրջան կլինի, 23-20, ես միշտ 2 օր ավել եմ ասում, 25-ից հետո հուլիսի, հետո խավարումները սկսելու, որ կատալիզատորը, որ ընդհանրապես ոչինչ չի թույլատրվում անել, հինը ջնջվում, նորը սկսում, կյանքի մահի շրջանա, առույց կենդանակերպ։ Հիմա ինչի ես չեմ ասում, որտեղ նայեք, հիմա Մարս մոլորակը երկվորյակում է, Յուպիտերը գտնվում է Լև համաստեղություն, որ էլիտար մասան է և Սատուրնը խոյում է, որ նշանակում է բոլոր հին հարցերի, կարելի ասել ապաշխարության, ստրկական վիճակից դուրս գալու, զույգերի հարաբերությունների հետ է, Վեներան էլ կույսում է, դա նշանակում է մարդու կնիրք իրան մի քիչ լավն է, քթի մազություն մի արեք, ինչքան կարակ ամուսներին համով ճաշերը փեք, որտեղ կույսը լավ խոհարար է համարվում, տունը մաքրեն, կարգի բերեն և զույգերի հարաբերությունների այդքան էլ լավ շրջան չի, վեճերը շատ կլինի, որը կբերի փլուզման, ամուսնան լուծության, նաև առողջականին է կույսը, նաև առողջության։ Բա ինչ անեն մարդիկ, օրինակ ասենք, որ չփլուզվեն։ Ամեն ինչը բարությունն եմ ասում։ Տեսեք, ասում է չվիճեք, որովհետև խնդիրներ կլինի։ Կարող է տունը փնթի թափած է, ամաները լցրած, տունը մաքրած չանկոր, ամուսինը գալիս ասում է, «Էս ինչ է», այդ մաքրության վրա կարող է վեճ լինի։ Կամ ճաշը համով չլինի, որտև ստրեսերի մեջ է, կամ էլ մտել է հեռախոս հավես չունի ճաշը փելու, էլի ճաշ չկա։ Ավելի շատ տանը կենցաղային հարցերին վերաբերվող է, որտեղ Խեցգետինը կենցաղն է, տուն, տեղ, հայրենիք, սա հիմա մենք Խեցգետինում ենք։ Եվ Յուպիտերը, և Սատուրնը, և Ուրանը, Պլուտոն էլ ընդեղ կա, որ հարվածներ է տալիս հատկապես այն մարդկանց, սա շատ կարևոր է, որ բոլորը դիմանակ, ովքեր անարդար, ապօրինի, ոնց ասեմ, հարստացել է։ Օլիգարխ բառը չեմ սիրում, բայց այդպես ասեմ, կապ չունի աշխարհի որ մի տեղն է կամ ինչ ազգ է, որտեղ սա բոլորին է, բայց քանի որ հիմա Պլուտոնը ջրհոսում է, որը Ռուսաստանն է, ամեն ինչ Ռուսաստանից է գալիս, ամբողջ աշխարհին ինքը թաթը որտեղ տնում է, այնտեղ փչանում է, մի բան լինում է։ Հիմա էլ Չինաստանին է կպե։ Պետք է բուժել Ռուսաստանը։ Իրամուտ լավ չի, որտեղ ինքը շատ երկրներ քանդեց հենց առաջինը մերը։ Որտեղ ինքը վատ բան արել է, ինչպես արել, այնտեղից ինքը հարված է ստանալու։ Ու որ Կրեմլը հարստացրեց, հենց ինքն էլ իրեն սնկացնելու է։ Եթե չուզեցին, չարեցին, կարող է սպանություններ լինեն, որովհետև հիմա սպանությունները մահերը շատ է, ողբերգական դեպքերը, վթարները շատ են, ինքնաթիռները կա, հիմա որոշ ժամանակից դա կվերջանա, հետո թունելները, մետրոները, գնացքները կսկսվի, փլուզումները կսկսվի։ Լավ բաներ չասեցի, բայց տենց է։ Մի քիչ լավ բան ասա։ Հայաստանը լավ ճիշտ ուղու վրա է, որ ինչ-որ վատ բաներ պետք է խոսան, տեսեք ինչ է կատարվում, ոչ մի վատ բան չի կատարվում, ուղղակի դեզինֆորմացիան ահավոր է հիմա, հատկապես լրատվական ու աշխարհում,
տարածում են ինչքան կարան վատ ու սուտ բաներ, այդ բանականությունն էլ է շատ բաներ սարքում արհեստական, այդ հիբրիդային պատերազմը, որ կա տեղից էլ է շատ բաներ լինում, որ մարդը չգիտի ինչին հավատա։ Այդ նոր ասում է, քո սրտի ձայնին, քո խելքին, քո սրտի ձայնին ու գիտելիք գլուխդ մտցրու, գիտելիք մտցրու, հոգևոր գրականություն կարդացեք, հենց ակուլզից թող ուսումնասիրեն, որտեղ դե բավականին յոգան ուսումնասիրեն, բավականին բացատրություններ տալիս է, գնացեք Սարեր ձորեր, այնտեղ մի քիչ հով է շոքերից դուրս կգաք, ծառերին գրկեն, խոսեն, շնչին, որտեղ ամեն ինչը մենք ստանալ ենք, հողին պարկեն, բոբիկ մանգանեն հողից ընսնությունը ստանա, որպեսզի նյարդերը կարգավորվի, եւ այդ քո ասած նոր այդ շնչառական վարժություններն անեն, որտեղ այո դա օգնում է։ Ու այստեղ մի բան ասեմ, տեսեք, ասում է, դեղին փող ենք տվել, օգտագործում ենք, բայց թթվածնին փող չենք տվել, չենք օգտվում։ Այս այնքան կարևոր բան է, մենք պետքա շնչենք, անթադ շնչենք, որտեղ փչելով ենք եկել այս աշխարհ։ Լուսիա, ուրեմն հրաշքներ է գործում, բարիս բուն իմաստով։ Թթվածինը, շնչառությունը, շնչառականները։ Հա, բա տերն է թթվածինը։ Եվ ասում է, չէ, Աստված շունչը փչեց մարդու մեջ եւ մարդը այդ ժամանակ կենթանացավ, չէ։ Այն որ ճուտիկը ձևից դուրս է գալիս, այն 4 տարեր կկա, չէ՞ մեջը, այն թաղանթի տակ այնտեղ օդը, ուղղակի ես միշտ մոռանում եմ, քանի խորանարդ օդ կա, դե փոքր, այդ օդն է, որ ինքը քաշում է, ճուտը ուժա տալու ու կտուցով խփում չա։ Ինը մարդու ծնունդն է, մնացած կենթանիների օրինակ տես ինչ ես անում, երբ որ ծնվում է այդ շունչ անում, չէ՞։ Շնչում է ու թոքերը այդ բան բացվում է։ Հա, որ չի շնչում, նա խփում են։ Որ շնչի։ Որ բացվի մարդը։ Գոռում է։ Այո, երեխան որ շնչի։ Այդ ճչոցն է, էլի, ճչոցով, հետաքրքիր է, մարդը ճչոցով է գալիս աշխարհ։ Այո, ստրես է դա։ Իրականում դե դա օրինակ երբ որ մենք բացատրում ենք, հա, 4 փուլերի մեջով անցնում հիմնականում այդ 4 փուլը հենց այդ ծնվելու պահն է, որը որ էլի ստրես է, այդ պետքա ճիշտ կազմակերպվի։ Մայրիկի մոտից չվերցնեն երեխային մի անգամից չտանեն, հա, դնեն մայրիկի վրա ինչ որ մի բան, որովհետև այդ երեխայի համար շատ ստրես է։ Այդ ինֆորմացիան ենթագիտակցության մեջ ձայնագրվում է, հետո իր ամբողջ կյանքի ընթացքում ոնց որ այդ խանգարում է իրան։ Նրանց այդ տրավմա է, որի հետ պետք է աշխատել։ Հետո գիտես որ Պապան պետք է այդ ծննդկանի կողքը լինի այնքան ժամանակ ու պորտալները չկտրեն։ Քանի պապան չի կպել դա, պիտի որտեղ պապայից է եկել ամեն ինչը։ Հիմա տես էս ամերիկյան, եվրոպական բարքեր կան, չէ, որ ասենք հայրը գնում է ինքնապորտ է կտրում։ Հա, շատ լավ բան է, իդեպ ասեմ, հա, այդ շատ լավ բան է։ Մեզ մոտ է կլինի։ Մեզ մոտ շատ լավ բաներ ա լինելու։ Շատ կարևոր է բժիշկը ինչ տեսակի մարդ է կտրում այդ երեխայի պորտը։ Ինչ մտքերով այդ հոգևոր ինչ որ դաշտ պետք է այդտեղ լինի։ Հոգևոր դաշտ լինի։ Եվ առաջ դա եղել է։ Այդ պատմելը կին կլինի, տղամարդ կլինի, հա, առաջ միայն գինեկոլոգները այսպես ասած կյանքը այնքան պարզ է, խնդիր չկա, ամեն ինչ կար ու համար ռաշուն ծմեր։ Գիտենք այս ամեն ինչը, որ գարնան ինչ տնի ծմրանին ճաշնա։ Ամենի մարդը ծնվեց, ճչած եկավ, տնքնեց այդ մաման, երեխեկանից աշխարհ, դրեց դոշին, կերակրեց։ Այնքան հետաքրքիր բաներ կա ամեն ինչ, ծիլը ցանում ես, աճում է, ծունը գալիս է, ուրախանում ես, անձրևը գալի լավ է, ես անձրև շատ եմ սիրում։ Դե անձրևն էլ է մաքրում, լույսը չէ։ Արևը ջահանամն է, որ արևը լինում, ուզում եմ ամպոտ։ Անձրևը դա մաքրման process է, ինքը մաքրում է, մենք պետքա չնեղանանք անձրևից, մենք պետքա վատ չզգանք անձրևից։ Բայց բողոքական մարդը ամեն տարի լավ չի հասկանում ուղղակի, որ անձրևը շատ լավ է։ Դες պարզ ասեցի, չէ, կյանքը աշխարհը շատ պարզ է, մարդու ծնունդից պարզ, ինչ անեք, որ այսքան գցում ես, այսքան լինում է, չէ, բայց պարզ է, եթե մարդը այս ամեն ինչը լավ հասկանա, գիտակցի, այնքան հեշտ կապրի։ Այն վախի սինդրոմն էլ մեջից դուրս կգա, այս մեն դուրս եկավ կանաչ ճանապարհը քո առջև լնելու։ Բնության հետ շատ շփվեն, չափականեն բնությունը։ Հիմա երկիրը երկրագունդը տեզերքը ահավոր ամբողջ աշխարհի աղտոտված է, որ
որտեվ այդ զենքերը, այդ քիմիան ճառագայթում ամբողջը գնացել է վերև, դրանք պետք է գան ներքև, տես անձրևներ է գալիս, որտեղ պատերազմ չկա, այնտեղ տարերքներն է, այդ անձրևը գալիս է մարդկանց վրա, մարդիկ վատանում են, թույլ, խոսել չի գալի, շշմած, չեն հասկանում ինչից է, մի քանի աղմախներ տարածել են, մեկը մի հիմար մի բան ասում է, տարածում, ասում է, չէ, մի հիմար մի հատ բանա քարակցում փոսը հարվակի չեն կարում հանեն։ Իր պրստե Հայաստանի վրա բան են, օդ են լցրել քիմիական, որ ժողովուրդը վատանում է։ Ով որ լցրել է, ինքն էլ է այդտեղ ապրում, չէ, իր ընտանիք, իր երեխեքն էլ են այդտեղ ապրում։ Այդ երեխեն դասի է գնացել, մանկապարտեզ է գնացել։ Ինչ չեն ասած ճղճին բաներ տարածում։ Ու մտնում է, ոնց որ ասում են, ջուր խմելը շատ լավ բան է, չգիտեմ յոգան ինչ ասում։ 60 թվականին մի մարդ, անունը չեմ հիշում, տղաս էր միշտ դրա անունը տալիս էր, 60 թվականին մեկն ասել է խմեք ջուրը լավ կլինի, ու տենց գտնում եմ, ջուր խմեք ջուր։ Ես ջուրը խմում եմ 2 բաժակից ավել հատանում եմ։ Ճշում ես ամիջապես բարձրանում է։ Ամենքին չի կարելի ջուր խմել։ Օրգանիզմը ինքը գիտի, քեզ աղիա կարելի, կծուա կարելի, ինչքան ջուր է ինձ պետք, ինքը պահում ամեն ինչը։ Այդ որ քրտում ես աղի միջոցով դուրս է գալի, մեզի միջոցով աղը դուրս է գալի, աղի չուտեք վնասը, քաղցր, ամեն ինչ էլ պետք է ուտենք, բայց չափավոր։ Չափավոր։ Ուղղակի հիմա որ ասում ամեն ինչի մեջ քիմիա է, Մարդուն վերահսկելու Լուսե ջան ամենապարզ ձևը ու ամենաէֆեկտիվ ձևը դա վախն է։ Հա։ Վախեցնել եւ վերահսկել։ Մի խոսքով էսու լավ էր, շնչառական վարժությունով թող է տանեն, ես էլ տանը կանեմ, առավոտ կարթնանամ կանեմ, ին վրա կփորձեմ հաջորդ եթերից կգամ կասեմ ինչպես աշխատեց, պարտադիր, որովհետև կարևոր է դա ու ասեցի չէ որ Հայաստանում էլ է եղել, մեր մշակույթում եղել է այդ յոգան, թող քահանաներ ու ուրիշները չասեն դա սատանայություն է, սատանայություն, ինչն է սատանա, ու այդ ասողը սատանուն տեսել է, այդ ինչ է, անպայման թե սատանա պոզերը, ամենասիրուն ու խելացին է համարվել, թող տենց այդ էլ պետք է մեջից, սատանա գաղափար է, դա տգիտություն է Լուսե ջան, տգիտություն է, տգիտությունից ամեն ինչը տգիտությունից աշխարհը կործանում են տգետները, դա այդպես է, իսկ նորից կրկնեմ այդ կենթանակերպի նշանների ասում եմ թե չեմ ասում, որովհետև եթե մենք հիմա խեցգետինում ենք բոլոր կենթանակերպի նշանները խեցգետին է, այս մի բան իմացեք դուք, ու երբեք քանի քո անհատական քարտեզը ես կամ որևէ աստղաբան չի դիտարկել հստակ չի կարող քեզ ասի, որ դու ինչ կենթանակերպի տակ ես։ Դրա համար որ ասեմ հիմա խեցգետիներին այսպեսի բան է սպասում, դա սխալ է։ Մեկի մոտ համապատասխանի, մեկի մոտ չի համապատասխանի։ Երեխաների հետ կապված Լուսիա, ասեմ, որ այդպիսի փորձ կա գիտականորեն հաստատված, որ եթե նույնիսկ նույն ծնողներից ծնվեր 10,000 երեխա, որ ֆիզիկապես անհնարին է, չէ, 10,000 երեխա ունենալ, բայց եթե նույնիսկ դա լիներ, գենետիկորեն, նրանք բոլորը տարբեր էին լինելու, բոլորը, քույրերն ու եղբայրները, բոլորը տարբեր էին լինելու, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ առանձին էակ է, նույնիսկ այդ պահին ծնվածները, չէ, ասենք, մեկը Հայաստանում է ծնվել, մեկը մի հատ ուրիշ տեղ է ծնվել, մեկը այն մարզում է ծնվել, մեկը Երևանում, նույնիսկ փողոցները կապ ունեն։ Նրանք տարբեր մոլորակները տարբեր ազդեցություն չէ կունենան այնտեղ եւ իրենց վրա եւ իրենց ճակատագրի վրա, այո։ Նայում է, որ մի երկրում է ծնվել ժամը, անպայման ժամը նայվում է, բայց ես իմ այդքան ժամը չեմ նայում, որտեղ իմ համար այնքան պարզ է դառել արդեն, այդքան երկար տարի աշխատում եմ։ Դե արդեն ինտուիտիվ դու զգում ես արդեն։ Էդ էլ եմ զգում, խոսելուց եմ զգում, մարդը բերանը բացում է, հարց տալուց եմ զգում եմ։ Այո։ Անմիջապես ասում եմ, ում ես դիմել, միջև ինձ, ոչ մեկին, ասեմ դիմել ես, քո հարց տալուց ես զգում եմ արդեն։ Նոր հետո ասում են,
Բայց ես երբեք չեմ ասում ինչ ես գնացես հրա մոտ նրա մոտ իր իրավունքն է ունակ մարդ կան որ ինձ մոտ էլա գնում նրան էլ հետո որ նորից պատտվում գալիս է ինձ մոտ փորձում է տեսնել ով է ճիշտ փորձում է տեսնել որն է ճիշտ բայց մի բան է հիմա ես եթերից ասում եմ շատ վատ բան է դա որ փնովում են իրար աստղաբանները տարոլոգները Դուք դրանով ձեր կուլտուրան եք ցույց տալի։ Դուք տգետ եք ոտից գլուխ, որտեվ ինձ էլ է շատ ասում, ու հենց աստղաբաններ, չի կարելի։ Իմ վրա դա չի ազդում, ուղղակի տգեղ է։ Աստղաբանության հեղինակության հետ են խաղում, տգեղ է։ Այնտեղ մեր հոգի կանուն դրել եմ Թանի ճանճ, միշտ դրանց անունը մոռանում եմ ամեն եթերից ուզում եմ դրանց ասեմ, իրան գավառացի էժանագին կանայք է։ Սեր ուղարկի այդ մարդկանց։ Սեր ուղարկի։ Իրանք ինձ հարկավոր չեն, որ ես սերս իրանց ուղարկեմ։ Իմ սերը իմ երեխեքի համար է եղել։ Չէ, որ բուժվի մարդը։ Ինքը տենց է ծնվել։ Ես ով եմ, Աստված չեմ ու մարգարել չեմ, որ ինչ որ իրանց օգնեմ։ Ինքն էլ ինձ չի դիմի, որ ես իրան օգնեմ։ Այդ երկուսը իմ եթերները միշտ նայում են, որտեղ ամեն ինչ գիտեմ։ Բայց ինքը պատական չի եկել քո կյանք։ Ես չգիտեմ, եթե ես իրան հետաքրքիր չեմ, ինքը միջև անգամ իմ մահն է կամեցել, որովհետև բացահայտ գրել է։ Երբեմն ես մեռնում։ Դու շատ երկար ապրի, ես քեզ կամենում եմ եւ մեր Ինչի ապրի կեղծ։ Ժողովուրդն էլ ինձ թվում է կամենա, հա, որովհետև քեզ նաեւ շատ սիրողներ կան։ Ես քեզ ասեմ, քեզ շատ սիրողներ կան։ Ես էլ ես վերջերս տեսալ եմ մի հաղորդում կար, ես դիտման նայում տենամ մի քնտեղ կա, թե չէ, տեսնում եմ, որ կա գրում եմ, հələ սաղ ես։ Հա ինչ, ասենք ես եթե մեռա իրան դրանից ինչ է լինելու։ Ոտից գլուխ, ինքը ինքը Հայաստանում էլ չի ապրում։ Կարմիկ ընկերներ եք, որ եկել ա որ ռուսական գյուղերի ապրող տենց կա, որ ասենց ռումյանաներ են քսում անճաշակ գավառացի են, գեղացի են, լավ ժամանակ ափսոս էր իրանց համար խոսեցինք, բայց պետք չի, որ աստղաբանները ու տարոլոգներ իրար փնովեն ու հերիք ասեք, դու ինձանից կողացար։ Ընդհանրապես ինձ թվում է բոլորի մոտ էս պետքա բան լինի, տարածված լինի, բոլոր մասնագետների մոտ երևի պետքա հարգեն մեկը մյուսին։ Այդ բանը չկա։ Շատ կարևոր է։ Ու ես ուղղակի զարմանում եմ, ոնց են մարդիկ իրենց լսում, որ իրանք իրանց ինչ ասեմ, տաղավար ասեմ, իրանց աթոռից իրանք կարան վատ բաներ խոսան, վատ բան, վուլգար բաներ խոսան, փողոցային բարբառներով խոսան ու իրանց լսեն, ու իրանք համարվում են հայրենասեր կանայք, այդ մարդու պրոգնոզը ոնց կարող է ճիշտ լինի, ճիշտ չի, որտև այդ մոլորակներով բոլոր աստղաբանները նայում են, Ես ու Ալվարդը բոլորը ուրիշ բան ենք ասում, դրանք ուրիշ բան են ասում, անընդհատ։ Մի խոսքով արդյունքն էլ երևում է, որ աստղային պատերազմներ է գնում, հա, ոնց հասկացա։ Հա, գնում է, դե հիմա էլ բացահայտում է, ամեն ինչ բացահայտում է, ես հանգիստ եմ, շատ հանգիստ եմ իմ աշխատանքի մեջ, ինչն էլ որ չեմ ասում, գիտակցորեն չեմ ասում, որտեղ չի կարելի ամեն ինչ ասել, ես ստրես տարած ժողովուրդին։ Ես ուղղակի էլի քեզ շնորհակալ կլինեմ, որ լավ է, որ մենք ճանաչեցինք, որ դու այդ վարժությունները ասելով, որտեղ այդ քո նոր ասած 2 րոպեանոց շնչառական վարժությունը բավականին ուղեղը կմաքրի մարդկանց։ Այն Թանի ճանճերն էլ թող մաքրվեն ու կարողանան թացն ու չորն իրարից տարբերեք։ Ես ոչ մեկի ոչ խնդրում եմ, ոչ էլ ինչ որ բան եմ լինում, որ ինձ սիրեն կամ գնահատեն։ Մի նայեք ինձ այդքան մի բան։ Մի նայեք, որ ավելի չվատանաք, թե չէ դուք վատանում եք։ Այսքան թող Աստված բոլորիս հետ լինի, այն թթվածին է վերևից, որ եկել է հայ ժողովրդի վրա, շատ դրսից մարդիկ փախնեն կգան Հայաստան, ոչ հայեր իհարկե, որտեղ կտեսնեն ամենալավը ստեղա, այստեղ մի քիչ ես վատ եմ կլում, որ չգան սադրանքներ չանեն մեր մենք է տաքարուն ժողովուրդ ենք ու չխափնվեն ոչ մի բանի, միամտություն մի արեք, մտեք ձեր օջախները, ձեր ընտանիքով զբաղվեք, ոչ մեկի այդ գործ չունեք։ Ու այդ խառը ամուսնությունները, ես էլ ասեմ, դու տես, խառը ինձ դրսից զանգահարեցին, մի կիներ շատ ծանր է տանում, որ իր աղջիկը հայ են, սիրահարվել է օտարազգի տղա են։
այդքան էլ ճիշտ չի, բայց նորմալ եմ դա ընդունում։ Մեր արունը չպետք է կեղտոտվի։ Մենք շատ գեղեցիկ էլ ազգ ենք, հայ ժողովուրդը գեղեցիկ է, թուրքերը մեր աղջիկներին տարան իրանց ազգը սիրունացնելու համար, Օսմանյան ժամանակներից, բայց մեր հայ կնոջ ուղեղը դասականը աշխարհում ու մեր արուն այնքան ուժեղ արունը, չգիտեմ ոչ դա ասեմ, որը ոչ մի արյան հետ չի ձուլվի, ոչ մի բան չի լինի։ Հայ կնոջը, այնպես որ վախենալու բան չկա, երեխեքներ շատ սիրուն կլինեն ու տաղանդավոր, որտեվ հիմա երեխեքի շատ լավ շրջան է, հղիացման ու բեղմնավորման, բայց երեխաներին մի քիչ հիմա վտանգավոր շրջան է, մինչև 14 տարեկան ուղղակի ուշադիր լինեք, որ փորձանքներից, չարպաներից հեռու մնան։ Այս լավ մտքերը վախի բանը, որ միջից հանեն, երեխեքին պաշտպանություն կլինի։ Շատ ավելի լավ կլինի, այո, երբ որ ծնողը հանգիստ է, այդ դաշտը, այդ աուրան ազդում է իր երեխաների, իր ամբողջ ընտանիքի վրա։ Եվ ամեն ինչ սկսում է մայրիկից, մայրերը իրանք աստվածուհիներ են։ Ինչ լավ բան։ Մեր մայրերը իրանք աստվածուհիներ են։ Յուրաքանչյուր մարդ դա պետքա գիտակցի։ Եվ եթե այդ կինը, այդ մաման, ուրեմն խաղաղ է, երջանիկ է, հանգիստ է, այդ ամբողջը տարածվում է իր ընտանիքի, իր ամուսնու, իր երեխաների վրա։ Դա շատ կարևոր է։ Հա, մայր հայրենիք, մայր տուն, մայրը մի այդքան երգեր են երգում, կենացներ ասում մամաների, բայց ծերանոցել են տանում մամաներին, կոպտում են, առամարում են, ասում են դու մեծացել ես, դու գիտություն է դա, Լուսիա ջան, չեն հասկանում։ Հասկացող մարդը չի անի այդպես բան։ Ցավնել են, հոնից նման մարդիկ են վատ բաներ գրում ու խոսում։ Կեղտոտում են Հայաստանը, կեղտոտում են, այն մաղի մեջ են դրանք, ոչինչ կմաքրվեն շուտով։ Հաղորդումը փակենք, արդեն շատ խոսեցինք, հետաքրքիր է, էլի, հետո կտեսնենք ինչ արձագանքներ կլինեն, գրեք ինչերից խոսանք, մենակ լուրջ բաներ գրեք, լուրջ, այնպես բաներ գրեք, որ բոլորին պետք լինի օգտագործվի, բայց մի գրեք, ես ինչ օրից ծնված եմ, իմ մասին մի բան ասեք, ես տենց բաներ չեմ ասում, տենց էլ են գրում, մի հատ մի բան կասեք, չեմ ասի, իզուր տեղը մի գրեք, տարածեք, մեր հաղորդումը նայեք ու տարածեք, որ իմանան ինչ բանա թթվածին է, ինչ բանա այն օդը, որ վերևից գալիս է և ինչ բանա բարություն ու սերը ընտանիքում, սա է կարևոր այսքանը։ Թող այս հաղորդումը տարածվի և շատ մարդկանց հասանելի լինի, որ ստանան ճիշտ ինֆորմացիա և մարդիկ առողջանան, իսկապես ամենաառաջինը մտքով, գիտակցությամբ և հավատա մնացածը շատ ավելի լավ կլինի։ Լսեն սրտի ձայնը։ Կարանք այս հաղորդման անունը դնենք լսենք սրտի ձայնը։ Կամ էլ լինի ավելի կրճ սրտի ձայնը։ Չէ, տենց բաներ չեն լսի իրանք պետք է մի վատ բան գրես իշխանության հասցեին, որ նոր նայեն լսեն։ Մեր տաղավարը վատ վերնագրեր չի դնում, ոնց որ շատ տեղեր են գրում, այդ կանչելու համար է, չէ, որ վատ մի վախի բանը կանչում, այո։ Որ հետաքրքիր, հետո նյութը լսում ես, զգում ես բացարձակ վերնագրի հետ կապ չունի։ Այդ էլ ճիշտ բան չեն անում։ Մի խոսքով այնքան բան կա մաքրվելու։ Շատ բան կա։ Առաջինը դու ինքդ մաքրվի, շրջապատդ մաքուր կտեսնես դու։ Ու կփոխանցվի դա մեկը մեկին։ Ու հերիք բոլորը ձեզ տնեք դասատուի տեղ։ Շնորհակալություն հրավերի համար։ Այդպես, ստեսություն ձեզ։ Ստեսություն Լուսիա ջան։